Star News-ը հետևեց «Օդի լեզու» հաղորդաշարի հերթական եթերին, որի ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կրթական նախագծին, որը կոչվում է «Կրթվել է նորաձև է»։ Մեհերի կարծիքով նախագիծն առաջացրել է ներքին ընդվզում և բառի զբուն իմաստով հիստերիա։ Ովքեր ունեն ակադեմիական կրթություն, հաստատ չեմ կարծում, որ ցանկություն ունենան լսելու Աննա Հակոբյանի դասախոսությունները, բայց ստիպված են։ Բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են նրանց ստորագրությամբ և աշխատանքից հեռացնելու սպառնալիքով բերում է տեղ լսելու վարչապետին և տիկնոջը։ Հասկացանք, որ տիկին Հակոբյանը չի էլ տիրապետում ինֆորմացիային և խեղաթյուրում է պատմական փաստեր։ Արան ևս թեմայի շուրջ խոսեց։ Ինչ կրթություն ունես դու, երբ ասում ես, որ կրթությունը նորաձև է, և ինչ կրթություն ունի քո ամուսինը։ Ինչպիսի կրթության արդյունքում էիք դուք դասավորել և դիզայն արել ձեր բնակարանը, որտեղ ընդունել էիք չէին սպասումի հաղորդավարներին։ Արդյոք դա որևէ նորաձև կրթության արդյունքում էր։ Տիկնոջը պետք է հիշեցնել, որ հայ ծնողը միշտ մի տեղ ավել աշխատել է, որպեսզի հասցնի իրա երեխայի ուսման հարցը։ Ցանկացած հայ ծնող 18-ից հետո ուրիշ ազգերի ծնողների նման չեն ասում՝ գնա քո գլխի ճարը տես։ Ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխաները շարունակեն կրթություն ստանան։ Ցանկություն, որը բարձրաձայնում է, էդ կրթվելը սկսեք ինքներդ ձեզանից, պրոտոկոլ հարգեք։ Կաթողիկոսի մոտ ներկայացեք պատշաճ, շուկայում երկու բլդուղով մի համ տեսեք ուտեստները, մի կերեք և քսեք ձեր վրա, մի աղավաղեք դասականների խոսքերը։ Քննարկման մյուս թեման Հայ Սուպերսթար հեռուստանախագծի ժյուրիի մասնակիցներին մոտեցման մասին էր։ Քննարկումները հատկապես թեժ են, քանի որ ըստ հանրության ժյուրին ծաղրում կամ ոչ պատշաճ գնահատականներ է տալիս։ Մեհեր Բաղդասարյանը թեմայի շուրջ խոսեց։ Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Սյուզաննա Մելքոնյանը կոպիտ է խոսում մասնակից գեղեցիկ մի աղջկա հետ, ով վատել չի երգում։ Երբ մարդ պատասխանատվությամբ է իր աշխատանքին վերաբերվում և էմոցիոնալ, ապա կարող է լինել խիստ։ Սյուզաննան բացահայտում էր էդ առումով, բավականին խիստ և սկզբունքային ժյուրի է։ Կարծում եմ, եթե նստել ես էդ աթոռին, ուրեմն պետք չէ վախենալ քննադատվելուց։ Իսկ Արա Ղազարյանի կարծիքն այսպիսինն էր. բոլոր տեսակի մրցույթային ծրագրերը հաղորդավարի մասին չեն, այդ ծրագրերը երբեք մասնակիցների մասին չեն, հիմնականում ժյուրիների մասին են։ Սյուզաննա Մելքոնյանը այդ նախագծին մասնակցել է ոչ վաղ անցյալում։ Ես չեմ կարծում, որ ինքը կգնա և կդառնա էն չար դասատուներից, ով գնացել է, որ մարդկանց պատժի։ Ամենահետաքրքիր և ուշագրավ թեմաներից մեկը նաև Խազեր ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Մեհերի կարծիքն այսպիսինն էր. շքեղ բեմ, գեղեցիկ տոն, միջոցառում և իհարկե գեղեցիկ փաթեթավորված, կարծում եմ, քաք։ Մի շարք կետերի հետ ես համաձայն չեմ։ Ես ընդգրկված էի ակադեմիայի կազմում և նոմինանտներին տեսնելուց հետո պարզապես խնդրեցի՝ ինձ այդ ցուցակից հանեք։ Կարծում եմ հերթական անգամ փորձ է արվում ստանալ իրականությունից կտրված և իրականությունը շրջանցող, իբրև թե որակ պահպանող, բայց սուբյեկտիվ մրցանակաբաշխություն։ Կային մի քանի անվանակարգեր, որոնք, կարծում եմ, սխալ էին կազմված։ Հիասթափեցնող մի շարք կետեր կային, որոնք ինձ համար աբսուրդ էր։ Արան, սակայն, չհամաձայնվեց Մեհերի մեկնաբանությանը։ Ես այդպես չեմ կարծում։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ, և կար ձև, և բովանդակություն, և հաջողված էր, շտապել եմ շնորհավորել կազմակերպիչներին։ Մրցանակաբաշխությունն իմ կարծիքով շքեղ էր, լավն էր և ամենակարևորը՝ ուներ դրամատուրգիա։ Առաջին հայացքից իմ համար դա պատասխան էր մի քանի օր առաջ այդ նույն սրահում տեղի ունեցած Թաթուլի համերգին։ Երկար ճանապարհ գնալու լավագույն փաստը այն է, որ հնարավորություն եմ ունենում իմ շատ սիրելի հաղորդումներից մեկը այս դեպքում լսելու, դա Օդի լեզուն է։ Հրաշք վերլուծություն է կատարվում Խազեր մրցանակաբաշխության հետ կապված Արայի և Մեհերի կողմից, բայց մի բան էլ եմ ուզում և խնդրել և ասել, որ նայեք, ձեր շնորհիվ շատ արտիստների մարդիկ սկսում են ճանաչել, որովհետև մտնում են YouTube, քրքրում են անուն ազգանուններ, հասկանալու համար ինչն է ձեր ասած արդարացված, ինչը ոչ։ Այսքան ժամանակ ես մեկ անգամ չլսեցի, որը շատ ուզում եմ լինելով դերասանուհի, վերջ-վերջո մինիմում 500 գիրք կարդալ, մի քանի հազար ներկայացումներ նայելով մաշտ, որպեսզի գոնե մեկ անգամ ձեր հաղորդումների, իմ սիրելի ընկերներ ջան, խոսեք թատերարվեստից, որպեսզի մարդիկ մոտիվացվեն և գնան ներկայացում նայելու։
Ոյ, խոսքս կիսատ մնաց եւ շատ կուզեմ, որպեսի թատրոններին անդրադառնաք, ոչ թե թատրոններին ինչի են փակում, ինչի են բացում, հավատացնում եմ, դա եւս անդրադարձել եք, բայց կան հրաշալի տաղանդավոր դերասաններ, դերասանական կազմեր, կան հրաշալի ներկայացումներ, որոնք ցավոք սրտի հիմա իհարկե ես մենակ իրազեկվում եմ կամ նայում եմ այն ներկայացումները, որոնք բերվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու հատկապես Լոս Անջելես, եւ շատ ուզում եմ, որ մեր հայ հանդիսատես եւ հեռուստադիտող, որոնք ձեզ իրոք հետևում են եւ շատ կարեւոր է ձեր խոսքը իրենց համար, խոսեք երբեմն գոնե 2 ամիսը մեկ թատրոններից եւ ներկայացումներից կայանալիք, որպեսզի մարդիկ թեկուզ էլի քլնգեք, քննադատեք, եթե իհարկե արդարացված է, բայց գոնե մարդիկ կսկսեն նայել թե ինչ տոմսեր կան եւ ինչ ներկայացումներ կարող են նրանք գնալ եւ նայել եւ զարգանալ եւ կրթվել, որովհետեւ թատրոնը կրթում է մարդուն։ Արան խաղաղության պայմանագրի մասին խոսելով նշեց, այդ պայմանագիրն այնքան թույլ է ու այնքան խղճուկ է մեր համար, որ ասելու չի։ Մենք որփի նման վզներս ծուր խնդրում ենք, ձյաձյա ջան, ստորագրեք էլի։ Մհերը եւս նույն կարծիքին է։ Հայաստանը այժմ քաղաքական մուրացկանի կեցվածքում է եւ փորձում է հասկացնել, որ մենք կողմ ենք այդ համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ադրբեջանը չի արձագանքում եւ միայն իր պահանջներն է առաջ բերում։ Քննարկում եղավ նաև Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ մհերի ունեցած տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նեղացրել է Հենրիխ Մխիթարյանին։ Շատ անզգույշ ու անհիմն է վարվել նրա նկատմամբ, ազատելով աշխատանքից կամ առաջացնելով աշխատանքային խնդիրներ նրա մոր համար, ով աշխատում էր եւ ունի մեծ ու աննկարագրելի հավատ հայկական ֆուտբոլի ոլորտում։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նշենք, որ օրերս Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի 12-րդ խմբագրությամբ տարբերակը, որի մեջ Ադրբեջանի որոշակի ռեակցիաներն են, որոնք Հայաստանը կվերլուծի ու պատասխան առաջարկներ կներկայացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի հավաստմամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ 17 կետերից 15-ը համաձայնեցված է։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 կետերից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկրների ուժերի չտեղակայմանը։ Իսկ մյուս միջանցքային ատյաններում իրավական, դիվանագիտական վեճերին, բանավեճերին։ Ասել է Փաշինյանն ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից նոր առաջարկ չի ներկայացվել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի համաձայնվել, պարտավորվել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ որևէ ձևով կարող է սահմանափակվել, ասել է Փաշինյանը, շեշտելով, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղու մեջ չէ։ Սահմանազատումն է օրակարգում, հանձնաժողովներն աշխատում են։ Մենք պատկերացնում ենք, որ այն լուծումները, որոնք առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ Էլի ուզում եմ հիշենք, որ Հայաստանում երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովում է Նախիջևանի տարածքով։ Ասել է Փաշինյանը, նշելով, որ ավելին չի կարող բացահայտել, ելնելով նրանից, որ բանակցություններ են ընթանում։ Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ մի պատճառ, նախադրյալ, հիմք եւ հիմնավորում չկա։